Բարև ձեզ, ես հասկանում եմ, որ երկրում հիմա նախընտրական շրջան է եւ ինչի մասին էլ խոսես, քաղաքականացվում է, բայց սա այդ դեպքը չի։ Սա խնդիր է, որի հետ կարող առնչվի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր։ Ես սրա մասին խոսել եմ նախկինների ժամանակ, խոսել եմ Հայկ Մարությանի ժամանակ, խոսում եմ հիմա, տղերք, ոչինչ չի փոխվում։ Երևանի քաղաքապետարան, ԴԱՀԿ եւ բանկեր, կոնկրետ դեպքում Կոնվերսբանկ։ Դուք ոնց որ կազմակերպված խումբ լինեք մարդկանցից գումար քերելու նպատակով։ Երևանի քաղաքապետարանի կարմիր գծերի խախտումների մասով քաղաքացին նորմալ չի իրազեկվում։ Խախտումները գնում են ԴԱՀԿ, չգիտես ինչի։ Գնում են ԴԱՀԿ, քաղաքապետարանի 5000 դրամը քերվեց, ԴԱՀԿ-ն պլյուս 2500 դրամ քերեց, բանկը իր միջնորդավճարը քերեց, բոլորը երջանիկ են, բացի քաղաքացուց, ով որ տուգանվել է։ Ինչու՞, կամի պարզ պատճառ։ Նորմալ կերպով չի իրազեկվում խախտման մասին։ Եկեք նայենք ստատիստիկային, ես որպես վարորդ ճանապարհային ոստիկանության խախտումների մասով չունեմ որևէ որոշում, որը գնացել է ԴԱՀԿ, ինչու, որտեղ նորմալ իրազեկում են։ Ճանապարհային ոստիկանությունը ունի կայք, գրանցվում է, չգիտեմ, էլեկտրոնային նամակներ է ստանում, ծրարով թղթից նամակները եւս գալիս են նորմալ։ Այդ խախտումները գալիս հասնում են ինձ, եւ ես շատ արագ վճարում եմ դրանք։ Իսկ կարմիր գծերի մասով չեն գալիս, տղերք, ինչի չեն գալիս։ Բանկը ունի հավելված, որով կարող եմ նայել կարմիր գծերի խախտումները։ Մտնում եմ պին ծածկագիր է ուզում, եթե ինձ չի եկել այդ ծածկագիրը, ես ոնց հավաքեմ, ոնց տեսնեմ։ Բանկին ասում եմ, տեսնում եմ, որ գումար կա ինչ-որ պակաս հաշվիցը, սուրա, ինչ ա եղել, ասում եմ, ԴԱՀԿ-ն է պահել, ասում եմ, բայց ինչի տեղյակ չեք պահում ինձ։ ԴԱՀԿ որոշումների մասով մենք տեղյակ չենք պահում։ Ինչի տղերք։ Պետական գաղտնիք, հա, Կոնվերսբանկ։ Ինչի ԴԱՀԿ որոշումները ինձ տեղյակ չեք պահում, ես իմանամ գումար է սառեցվել, հասկանամ ինչի է սառեցվել։ Պարզ է, չէ՞ որ քաղաքացին այդ 5000-7000 դրամի մասով չի գնելու 27000 դրամի բենզին, ժամանակ, ներվեր ծախսի, որպեսզի պարզի։ Դուք կգցեք փոստատարի վրա, փոստատարը կգցի ձեր վրա, քաղաքապետարան, ԴԱՀԿ-ն, չգիտեմ ինչ կասի, դե ասել են, ես պետք է պահեի, բանկն էլ նույն ձև։ Դե փակ շրջան եք ստեղծել քաղաքացու համար։ Փակ շրջան եք ստեղծել, չգիտեմ, միտումնավոր թե միամիտ, որը մեծ խնդիրներ է ստեղծում քաղաքացու համար։ Ամոթ է տղեկ 21-րդ դարում ենք, եթե մեզանից յուրաքանչյուրն ուզենաք գտնեք, 1 վայրկյանում կգտնեք։ Հասցեով, հեռախոսահամարով, էլեկտրոնային նամակով, ամեն ինչ ունեք։ Բայց հենց գործը հասնում է խախտման մասին նորմալ իրազեկելուն, չեք գտնում ախպեր։ Չեք ուզում գտնեք, թե չեք գտնում։ Ամոթ է տղեկ, պարզ խնդիր է, լուծեք այս հարցը։